ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։ Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, եթե ուշադիր ընթերցում ենք Աստվածաշունչ մատյանը, տեսնում ենք, որ Աստվածաշունչ մատյանում առկա է մի շատ կարևոր հանգամանք, դա ճանապարհի մասին է։ Եվ Աստվածաշունչ մատյանում Սուրբ գրքում գրեթե ամենուրեք այն անձերը, ովքեր հարաբերության մեջ էին Աստծո հետ, նրանք միշտ ճանապարհի վրա են, ճանապարհորդության մեջ են։ Շատ հաճախ մարգարեների միջոցով կամ հենց Տիրոջ հայտնությամբ ավետարանի այդ գործող անձը լքում էր իր հայրենի տարածքը, իր բնորանը, իր բնակատեղին և գնում էր մեկ այդտեղ, որ Աստված իրեն ցույց էր տալիս։ Սիրելիներ, Աստվածաշունչ մատյանը նաև ճանապարհորդության մասին գիրք է։ Եվ նոր կտակարանի գործ կառաքելոցը, որը սկզբնական եկեղեցու մասին է, ծագման մասին է, տեսնում ենք, որ եկեղեցու անվանումներից մեկը նաև կոչվում է ճանապարհ։ Այդ է պատճառը, որ Պողոս առաքյալը ինքը իրեն համարում էր ճանապարհի հետևորդ, թե ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։ Աստվածաշունչ մատյանում տեսնում ենք, որ առաքյալները իրենց ամբողջ կյանքի ընթացքում, իրենց հանրային քարոզչության ընթացքում ճանապարհորդության մեջ էին, տեղաշարժի մեջ էին, հատկապես մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի երաշափառ համբարձումից հետո նրանք ճանապարհորդեցին աշխարհի տարբեր մասեր, աշխարհի ծագերը և տարածեցին Քրիստոսի լույս ավետարանի սկզբունքները։ Սիրելիներ, մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի ծնունդը նույնպես տեղի ունեցավ ճանապարհին։ Մարիամ Աստվածածինը և Հովսեփ Աստվածահայրը, ովքեր լքեցին Նազարեթը և եկան Բեթլեհեմ, որպեսզի կատարվի մարգարեական գիրը, Օգոստոս Կայսեր առաջին մարտահամարն էր տեղի ունենում այդ ժամանակահատվածում, և ով սերում էր իր հայրական տունը, պետք է վերադառնար այնտեղ, և այնտեղ մարտահամարի կանգնեին։ Եվ Հովսեփը, քանի որ լինելով Դավթի սերնդից, Դավիթն էլ սերվում էր Հուդայի երկրից, այս փոքրիկ գյուղաքաղաքից, որ կոչվում է Բեթլեհեմ։ Ստիպված նրանք են Նազարեթից եկան, հասան մինչև Բեթլեհեմ, որպեսզի անցկացնեն իրենց առաջին աշխարհագիրը, մարտահամարը։ Եվ այդտեղ էլ ծնվում է մեր Տեր Հիսուս Քրիստոսը այդ ճանապարհի ընթացքում։ Աստվածաշունչ մատյանի այդ ծննդյան պատումի մեջ բոլոր գործող անձինք նույնպես շարժման մեջ են, ճանապարհի վրա են։ Ինչպես ասացինք, Աստվածամայրը և Աստվածահայրը Նազարեթ քաղաքից եկան Բեթլեհեմ, որը այսօրվա մեր պատկերացումով մոտ 130 կիլոմետր ճանապարհ է, իսկ այն օրերի համար 4 օր տևողություն էր, մինչև հասնել Բեթլեհեմ։ Աստվածաշունչ մատյանը նաև հիշատակում է ոգերի մասին, ովքեր արևելքի իմաստուններ էին և ամահատության համաձայն նրանք արևելքի երկրների թագավորներ էին։ Ավանդությունը ասում է, որ 2 տարի առաջ նրանք դուրս էին եկել և ճիշտ ժամանակին և ճիշտ հաշվարկների արդյունքում նրանք հայտնվում են Բեթլեհեմում, Բեթլեհեմյան աստղի ուղեկցությամբ։ Ղուկաս ավետարանիչը նաև հիշատակում է հովիվների մասին, որոնք իրենց բացօթյա պահպանությունն էին կատարում, իրենց հոգն էին հսկում և Աստծո հրեշտակը հայտնվում է նրանց և խորհուրդ է տալիս, որպեսզի նրանք էլ գնան և երկրպագեն Տիրոջը։ Տեսնում ենք, որ Աստվածաշնչի պատումի մեջ, այդ ծննդյան պատումի մեջ բոլոր գործող անձինք, բոլորը շարժման մեջ են։
լքում են իրենց բնակավայրերը և գնում են այնտեղ, որտեղ Աստված իրենց ցույց է տալիս։ Շատ հաճախ մեր կյանքում է անորոշության խաչմերուկներից սկսելով մեր կյանքը գնում հանգում ենք անորոշությունների փակուղիները։ Իսկ ոմանց այդ խաչմերուկներով սկսվող գնում հանգում է կյանքի փրկության ճանապարհը, որն է Բեթղեհեմյան մսուրը։ Մենք լինելով իբրև քրիստոնյաներ, շատ հաճախ մենք ինքներս մեզ հարց ենք տալիս, հարցադրումներ ենք կատարում, և շատ բնական է և ճիշտ է, որովհետև Աստվածաշունչ Մատյանը լի է հարցադրումներով, և նույն ծննդյան այդ պատումի մեջ տեսնում ենք բավական շատ են այդ հարցադրումները։ Օրինակ, Հովսեփ Աստվածահայրը, երբ իմանում է, որ Մարիամ Աստվածածինը հղի է, իր մոտ մի հարց է առաջանում, ինչպես կարող է լինել, ինչ պիտի անեմ։ Երբ Աստվածամայրը ընդունում է Գաբրիել հրեշտակապետի ավետիսը, առաջին հարցը լինում է, թե ինչպես այդ կարող է տեղի ունենալ ինձ հետ։ Երբ մոգերը գալիս հասնում են Բեթղեհեմ, առաջին հարցն են տալիս, թե որտեղ ծնվեց հրեաների արքան։ Հրեշտակները մեկը մյուսին ասում են, թե այս ինչ եղելություն էր, որ Տերը մեզ ցույց տվեց։ Սիրելիներ, իմ բարի մաղթանքն է, որ մեզ է միշտ այդ հարցադրումները առաջնորդեն։ Եթե մենք իբրև անհատներ, իբրև հավաքական գոյություն, իբրև ազգ, կարողանանք մեկ պարզ ճշմարիտ մի հարցադրմանը պատասխանենք, իմացեք, որ այս ամբողջ ծախորդությունները, այս ամբողջ դժվարությունները, որ պատել են հայոց երկնակամարը, իցիկ են դառնալու, ծվրվելու են, եթե մենք կարողանանք այդ մեկ պարզ ճշմարիտ հարցումին պատասխանենք։ Այն է, թե որ ճանապարհն է տանում մեզ Բեթղեհեմ։ Եթե մենք կարողանանք Բեթղեհեմ տանելու ճանապարհը ճշտել և ընթանալ Աստծո իմաստությամբ հարթված այդ ուղիով, վստահաբար մենք էլ ինչպես որ մոգերը և հրեշտակները, հովիվները տեսան մանկացյալ Քրիստոսի լույս դեմքը, մենք էլ պետք է արժանանանք այդ աստվածային տեսիլքին։ Սիրելիներ, Աստվածաշունչ Մատյանը դեպի Բեթղեհեմ գնացող ճանապարհին գոնե երկուսը մեզ տեղեկացնում է, ցույց է տալիս։ Առաջինը Մատթեոս ավետարանիչն է, ով մոգերին, ինչպես մոգերը եկան երկրպագելու Քրիստոսին, այդ օրինակով ցույց է տալիս, թե մենք ինչպես կարող ենք գնալ հասնել Բեթղեհեմ, որը ասել է, թե հացի տուն է, ով որ ճաշակի այդ հացը երբեք ու երբեք սով չի զգալու, որովհետև իրական հացի հետ է շփվելու, այսինքն մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հետ։ Առաջին ճանապարհը դա գիտությունն է, որովհետև մոգերը այդ ժամանակահատվածում համարվում էին ամենախելացի իմաստուն անձերը։ Նրանք կարողանում էին աստղերի տեղաշարժը բոլորակների շարժումներով ճիշտ և ճիշտ գուշակություններ կատարել, ինչպես որ կատարեցին Բեթղեհեմյան աստղը և ճիշտ ժամանակին հայտնվեցին Բեթղեհեմյան մսուրում և իրենց երկրպագությունը և ընծաները մատուցեցին մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին։ Ասել է, որ դա կարելի է գիտության միջոցով հասնել Բեթղեհեմյան ճանապարհ։ Բայց մեզանից շատերը, թե այն աստվածամերժության տարիները և թե չէ ինչու այսօր նաև կան մարդիկ, որոնք ասում են, որ գիտությունը հակօգնյա է կրոնին։ Բայց շատ հաճախ մենք գիտենք, որ դա թյուր, սխալ, մտածածին հելուրանք է, որովհետև թե գիտությունը և թե կրոնը մեկը մյուսին լրացնում են ճշմարիտ Աստված պաշտության համար։ Որոշ ժամանակ առաջ հենց այս տարածաշրջանում, Լոռի աշխարհում հայ ազգի մեծ գիտնական Վիկտոր Համբարձումյանը երբ հանդիպում է
մի շարք պարզ, համեստ, միամիտ, բայց խորազգաստ լորեցիների հետ։ Լորեցիներից մեկը իրեն հատուկ բնորոշ միամտությամբ, բայց նաև սրամտությամբ հարց է ուղղում վարպետին ասելով, թե վարպետ, ամբողջ կյանքը ձեր երկնքում աստղերը փնտրելիս Աստծուն տեսակ այնտեղ, թե ոչ, եւ իրեն հատուկ հանկարծախոսությամբ ասում է, թե Աստված գիտի։ Շատ մեծ գիտնական, փիլիսոփան Էմանուել Կանտը իր վերջին օրերում իր տապանակարի վրա գրել է տալիս հետևյալ տողերը, ասում է, որ ահա ես այստեղ պարկած եմ, իմ գլխավերևում աստղազարդ երկինքն է, լայնածավալ տիեզերքն է եւ Աստված։ Եվ վերջապես ֆրանսիացի մեծ աստվածաբան, բնագետ, կանոնագետ Շատաբրիոնը ասում է, որ մենք ոչ թե մարդկային էակներ ենք աստվածային փորձառության, այլ աստվածային էակներ ենք մարդկային փորձառության։ Սա ցույց է տալիս, որ կրոնը եւ գիտելիքը մեկը մյուսին լրացնում են ճշմարիտ աստվածպաշտությանը հասնելու համար։ Երկրորդ կարևոր ճանապարհը, որ Աստվածաշունչ Մատյանը ցույց է տալիս, դարձյալ ավետարանն է, Ղուկաս ավետարանիչը ցույց է տալիս, թե ինչպես Հովսեփը եւ Մարիամը լքելով Նազարեթ քաղաքը գալիս են Բեթղեհեմ, որպեսզի անցկացվի առաջին աշխարհագիրը։ Եվ իրենք չեն էլ կարող պատկերացնել, որ իրենցից 700 տարի առաջ Միքիա մարգարեն արդեն կանխագուշակել էր, թե որտեղ պիտի ծնվի մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Եվ այդտեղ տեղի է ունենում աշխարհի ամենամեծ հրաշքը, եւ ծնվում է մեր Տեր Հիսուս Քրիստոսը, արդարության արեգակը, որով ծնվելով լիալրվում է ամբողջ աշխարհը արդարության։ Երկրորդը ցույց է տալիս, որ մենք կարող ենք հասնել Բեթղեհեմ հրաշքի միջոցով։ Ոչ մոգերը եւ ոչ էլ հրեշտակները մեկը մյուսի վրա կասկած չունեցան, սակայն երկուսի ճանապարհներն էլ հաճվեցին Սուրբ Մսուրի մոտ։ Սիրելիներ, 2026 թվականը մենք մոտնակող արեցինք, մուտք գործեցինք 2026 Տիրոջ քրշական տարին։ Իմ բարի մաղթանքը պետք է լինի, որ մենք էլ մեր կյանքի ընթացքում, այս տարիների ընթացքում ունենանք մեր ճանապարհորդությունը։ Ոչ թե ֆիզիկական ճանապարհորդության մասին է, թեև լինի ֆիզիկական, այլ հոգևոր ճանապարհորդության մասին է, մտովի ճանապարհորդության մասին է, թե մենք ինչպես կարող ենք գնալ եւ հանգել Սուրբ Բեթղեհեմի Աստծո ծննդյան վայրը։ Ճիշտ է, այդ ճանապարհները դժվար են, դժվարություն է մեզանից պահանջում, բայց վստահ ասում ենք ձեզ, եթե տեսնեք այնտեղ Քրիստոսի մանկացյալ լույս դեմքը, այդ բոլոր դժվարությունները ինչիք են դառնալու, լուսավորվելու են Քրիստոսի լույսով, եւ Քրիստոս բնակվելու է մեր հոգիներում, մեր սրտերում եւ մտքերում, եւ ամբողջ մեր կյանքը լուսավորված է լինելու մեր ճանապարհները, որովհետեւ Քրիստոս Աստված բնակվում է մեզ հետ։ Եթե Քրիստոս Աստված բնակվում է մեզ հետ, ով կարող է մեզ դեմ լինել, ով կարող է մեզ շինել այդ ճշմարիտ ճանապարհից։ Մեր բարի մաղթանքն է, իբրև մտածում, իբրև այս Սուրբ Պատարագի փոքրիկ բնորոշ խորհրդանիշ ձեզ եք ունենալ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, որը մեզ առաջնորդելու է դեպի հավիտենական կյանք, այժմ եւ միշտ եւ ավետյանս հավիտյան